կարևորագույն նշանակության օբյեկտները վաճառվել են ջրի գնով ոչ մի բանի դիմաց։ Մյուս կողմում կարող են լինեն ռուսները, այլ երկրի ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Խնդիրը հիմնականում այն չի, թե ում է դրանք վաճառվել, խնդիրն այն է եղել, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի օրոք գույք պարքի դիմաց տրվել են Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք սրա մասին ենք խոսել։ Իսկ ձեր հարցադրումը լրացուցիչ ճշտումների կարիք ունի, բաց աղբյուրներում ես վստահ եմ, որ դուք կարող եք ձեզ համար ավելի վստահելի եւ պաշտոնական աղբյուրներ գտնել, քան Newsem-ի աղբյուրներն են, եւ այսքանը Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույք, եթե տրվում է վարձով կամ վաճառվում է կամ ներդրումային ծրագիր է իրականացնում, այս ամեն ինչը տեղի ունենում բաց, թափանցիկ կառավարության որոշումներով։ Դուք էլ տեսել եք, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո կառավարության նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում են, թափանցիկ են, բաց են եւ այդտեղ չեմ կարծում, որ փակ եւ ծածուկ հարց է մնում։ Շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։